Միքայել Աջապահյանը դատապարտվեց 2 տարի ազատազրկման։ Ըստ ձեզ արդարացի էր։ Իհարկե ոչ։ Ոնց կարող արդարացի լինի սրբազան հոր բանտարկության մեջ հայտնվելը, անազատության մեջ հայտնվելը իր խոսքի համար եւ հավատքի խղճի բանտարկյալը, ոնց կարա դա ճիշտ լինի, որևէ մի ոչ բարոյական, ոչ իրավական, ոչ մարդկային ոչ մի բաների մեջ չի տեղավորվում, այսինքն այսօր Գյումրի օրն է, Գյումրի տոնն է եւ մենք բոլորս Գյումրին սիրողները մենք այսօր դատարկություն ենք զգում, որ սրբազանը Գյումրիում չէ, սրբազանը աղոթատեղիներում չէ, եկեղեցում չէ, առաջնորդարանում չէ եւ դա իշխանությունների ձեռամբարվում ազատ խոսքը եւ նամանավանդ եկեղեցու արշավի շրջանակներում, հայ-առաքելական Սուրբ եկեղեցու շրջանակներում բանտարկվել են ոչ միայն Միքայել Սրբազանը, այլ նաեւ Բագրատ Սրբազանը, նաեւ ազգային բարերար Սամվել Կարապետյանը եւ դա չի կարող որևէ մի կերպ տեղավորվել ժողովրդավարության այսպես ասած շրջանակներում կամ ժողովրդավարության բաստիոն կոչվածում։ Ազատություն բոլոր քաղաքալացյալներին, խղճի հալածյալներին, հավատքի հալածյալներին։ Ըստ ձեզ ո՞րն է նպատակը այս ամենի։ Նպատակը բարև ձեզ։ Նպատակը վախի մթնոլորտ ստեղծելն է, նպատակը կրկնում եմ հայ-առաքելական Սուրբ եկեղեցու դերն ու նշանակությունը նվաստեցնելն է, նպատակը այն է, որ տեսեք, եթե մենք կարողանում ենք ազգային բարերարին անազատության մեջ պահել, բանտարկել, եթե մենք կարողանում ենք սրբազանների հետ նման կերպ վերաբերվել, հասարակ պարզ քաղաքացին, որը որ չունի այդ հանրային ճանաչելիությունը կամ չունի այդ կշիռը, ինչ որ ունեն սրբազանները, իրենց ամեն վարքյան, ամեն պահի կարող են նույն կերպ վարվել եւ սա վախի մթնոլորտ տարածելու եւ պատժելով նաեւ ուրիշներին ցույց տալու մի տխրահռչակ ստոր փորձ է, որ որևէ մի կերպ չի կարող տեղավորվել որևէ հայ մարդու, որևէ բանական մարդու ուղեղում։ Միքայել Սրբազանի գործով պաշտպանները բազմաթիվ օրինակներ են բերում, որ նմանատիպ արտահայտությունների համար, երբ որ գործը գնացել է դատարան, կամ փոքր տուգանք են, ուրեմն տուգանքի են արժանացրել կամ տուգանքի վճիռ են կայացրել, բայց երբեք նման դեպք չի եղել, երբ որ մարդ իր մտքի համար, դա կոչել չի եղել, ինչ որ մի միտք արտահայտելու համար անազատության մեջ պահվի եւ պարզ է, որ դա ինչի համար է արվում, ավելի քան պարզ է եւ սա ազատ խոսքի, ժողովրդավարության եւ մյուս բոլոր Աստծո բարին ձեզ։ Մյուս բոլոր ինչ էլ որ ասես տեղին է, ինչ էլ որ ասես ուրեմն տեղավորվում է այն շրջանակների մեջ, որ կոչվում է այսպես իրենք նաև մի հետաքրքիր բաներ կա, որի մասին կուզեմ ուշադրություն դարձնել, իրենք փորձում են նաև տարբեր հետքեր տեսնել, չեմ ռուսական հետ այլ հետքեր եւ նաև Բագրատ Սրբազանը իր նաև իր ուղված նամակում նաև դատական ճառի ժամանակ ասեց, եթե դուք մարդուն ծանր մեղադրանքներ եք ներկայացնում, ուրեմն կամ պետք է դա հիմնավորեք, կամ պետք է ներողություն խնդրեք։ Այդ հիմնավորումները չկան, ամբողջությամբ կեղծիք, մոնտաժված ձայնագրություններ եւ դրանով կարան յուրաքանչյուր մարդու, յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր քաղաքական գործի չի եւ յուրաքանչյուր հոգեվորականների նույն բովանդակությամբ եւ նույն կոնտեքստում նման պատժի արժանացնել։